Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու դատարանի որոշումից հետո Ուժեղ Հայաստան կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է թե տեղական, թե միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին։ Քաղաքական ուժը հայտարարությունում նշել է, որ առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա, անձնիշխանություն։ Ինձ մեծ պատիվ է վիճակել այսօր նախագահի ողջունը փոխանցել ձեզ։ Ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում Հայաստանում տեղի կունենա կապիտալ վերանորոգում, գրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ուղերձում։ Այն հրապարակվել է Հայ ազգային կոնգրեսի այսօրվա համագումարի ժամանակ։ Իմ նախազգացումով առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում իրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ի սկզբանե կոնսոլիդացիայի գաղափարախոսությամբ է ձևավորվել։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը ասել է, որ ընդդիմության համախմբման մասին առաջին նախագահի հայտարարությունն ընդունում են որպես ռազմավարական հրամայական։ Մենք շնորհակալ ենք բոլոր արտախորհրդարանական ուժերին, ովքեր կիսում են այն համոզմունքը, որ հաղթելու են ոչ թե մրցակցությամբ, այլ միասնությամբ։ Հայաստանը ունի ուժ, Հայաստանը ունի ներուժ, Հայաստանը ունի արժանի մարդիկ։ Այն, ինչ մեզ անհրաժեշտ է, ոչ թե հերոսն է, այլ համախմբվածությունը։ Ոչ թե հրաշք, այլ կամք ու ճիշտ ուղղություն։ Մենք այդ ճանապարհին ենք։ Հասան Սիսյան Հայաստանի վարչապետը ԿԲ-ական նախարարների ու падգամավորների հետ այսօր քարոզարշավի է գնացել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր։ Բարև եղբայր, ո՞նց եք։ Ո՞նց է գործել, մի հատ նվիրեմ քեզ սրանից։ Այսպես։ Լավ, մերսի, դուք ո՞նց եք։ Լավ եղբայր։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների բնակարաններ է մտել, Հայաստանի քարտեզի իր տարբերակը նվիրել, Կարելի է բալիկի մի հատ նվիրեմ սրանից։ հարց ու փորձ արել ապրելու պայմանների, աշխատանք ունենալ չունենալու մասին։ Լավ եք, ո՞նց եք։ Լավ եք, մեզ։ Այս որորդ բալիկն ա ձեր։ Երրորդ։ Ահա, երրորդ եւ յուրաքանչյուր երրորդ հաջորդ երեխայի 50,000 նպաստները ստանում եք։ Շատ լավ է։ Ամեն ամիս ստանում եք, օգնում է ձեզ, գոհ եք, որ ստանում եք։ Իսկ երեխայի միջև 2 տարեկանի խնամքի նպաստ ստանում եք։ Ինչքան եք ստանում նպաստ։ 31,600 եւ 50,000 երեխայի 80,000 նպաստ եք ստանում։ Աշխատում է ձեր ամուսինը, թե չի աշխատում։ Բախի չի աշխատում։ Այսինքն դրանով եք ապրում, այդ 80,000 դրամով եք ապրում։ Այս վարձով է թե ձեր տունն է։ Հա, շատ լավ, շատ լավ։ Իսկ ինչ մասնագիտություն ունի ամուսինը։ Երեխեքը դպրոց գնում են, թե փոքր են։ Շատ լավ, լավ եղեք, լավ եղեք։ Ադրբեջանը շարունակում է իր զինված ուժերի կատարելագործումը։ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակում ՆԱՏՕ-ն դասընթաց է անցկացրել Բաքվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցել է ադրբեջանցի 22 զինվորական։ Ըստ ԶԼՄ-ների վերապատրաստման հիմնական նպատակը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների համապատասխանեցումն է Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Իրանը կես ժամվա ընթացքում 2 անգամ հարվածել է Իսրայելի կենտրոնական շրջաններին։ Երուսաղեմում եւ հարակից վայրերում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Այս լարվածության ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը խիստ նախազգուշացրել է Լիբանանին, որ եթե Հեզբոլան չզինաթափվի, երկիրը կվճարի ավելի բարձր գին, կորցնելով ենթակառուցվածքներ եւ տարածքներ։ Ըստ Աքսիոսի, Իսրայելը ծրագրում է ընդլայնել ցամաքային գործողությունները եւ գրավել Լիբանանի ամբողջ հարավային հատվածը մինչեւ Լիտանի գետը։ Իսրայելցի պաշտոնյաները շեշտել են, որ պատրաստվում են այնտեղ անել նույնը, ինչ արեցին Գազայում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութում Հեզբոլայի հրամանատարական կետերի ոչնչացման մասին։ Իրենց խոսքով հարվածների թիրախում են եղել այն կենտրոնները, որտեղ ծրագրվում էին հարձակումներ Իսրայելի դեմ։ Նյու Յորքում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա ի պաշտպանություն Իրանի, Լիբանանի եւ Պաղեստինի։ Մասնակիցները ծածանել են դրոշներ, հայր եւ որդի Խամենեիների նկարները։
Միջազգային մամուլում աղմկահարույց մանրամասներ են հայտնվել Իրանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև ձախողված բանակցությունների վերաբերյալ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ընդամենը ժամեր առաջ իրանցի բանակցողները Թրամփին առաջարկել են միջուկային նոր գործարք, որն իր պայմաններով զգալիորեն գերազանցում էր 2015 թվականին Բարակ Օբամայի վարչակազմի ստացած արդյունքներին։ Թեհրանը համաձայնել էր խիստ սահմանափակել միջուկային վառելիքի հարստացումը եւ գնալ այնպիսի զիջումների, որոնք թույլ կտային Թրամփին հանդես գալ որպես ավելի հաջողակ բանակցող, սակայն Վաշինգտոնը նախընտրել է ռազմական ճանապարհով լուծումը։ Չնայած Իրանի պատրաստակամությանը բացելու սեփական շուկան ամերիկյան նավթային ընկերությունների համար եւ տրամադրելու միջուկային ծրագրի ստուգելի երաշխիքներ, բանակցությունները տապալվել են։ Վերլուծաբանները նշում են, որ Քուշների եւ Վիտքոֆի դիվանագիտական փորձի պակասը, ինչպես նաեւ վարչակազմի հակվածությունը ռազմական գործողություններին կանխորոշել են իրադարձությունների ողբերգական ընթացքը։ Թրամփի որոշումը անտեսել դիվանագիտական հաղթանակի հնարավորությունը եւ անցնել ռազմական հարձակման վերլուծաբանների պնդմամբ նախընտրական խոստումների կոպիտ խախտում է։ Թրամփը հավաստիացրել էր, որ թույլ չի տա անվերջանալի պատերազմներ Մերձավոր Արևելքում։ Թրամփի քննադատները շեշտում են, որ քաղաքացիական բնակչության թիրախավորումը եւ դիվանագիտական կորպուսի փոխարեն սիրողական բանակցողների վրա հույս դնելը Թրամփի վարչակազմին կանգնեցրել են լուրջ մարտահրավերների եւ միջազգային իրավունքի խախտումների առջեւ։ Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը։ Այսպես ԱՄՆ նախագահը պարզեցել է Իրանի նավթային արտահանման հիմնական հանգույցի Խարկ կղզու ռմբակոծությամբ։ Ըստ իրանական աղբյուրների, կղզու տարածքում 15 հզոր պայթյուն է որոտացել։ Թրամփը հավատացնում է, թե ամբողջությամբ ոչնչացրել է կղզու բոլոր ռազմական օբյեկտները։ Չեն հարվածել կղզու նավթային ենթակառուցվածքներին, որոնցով անցնում է Իրանի հում նավթի արտահանման մոտ 90%-ը։ Սակայն զգուշացրել են, եթե Թեհրանը շարունակի արգելափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցում, ԱՄՆ-ն անմիջապես կվերանայի նավթային տերմինալները խնայելու որոշումը։ Միջազգային վերլուծաբանները նախազգուշացնում են, որ Խարկ կղզու շուրջ հետագա սրացումը կարող է նավթի համաշխարհային գինը հասցնել 1 բարելի դիմաց $150։ Թրամփի սպառնալիքներին սպառնալիքով է պատասխանել Թեհրանը։ Եթե Իրանի էներգետիկ օբյեկտները թիրախավորվեն, այդ երկրի զինուժը կհարվածի տարածաշրջանի բոլոր նավթագազային ենթակառուցվածքներին, որոնցում մասնաբաժին ունեն ամերիկյան ընկերությունները կամ համագործակցում են ԱՄՆ-ի հետ։ Իրանի դեմ 2 շաբաթից ավելի շարունակվող ռազմական գործողությունը ըստ վերլուծաբանների տարածաշրջանային իրական պատերազմի վերածվելուց 5 է պակաս եւ Վաշինգտոնը լրացուցիչ 2500 հետևակային եւ դեսանտային նավեր է ուղարկել Մերձավոր Արևելք։ Biz hükümet olarak Անկարան ուշադիր հետևում է Իրանի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջև ընթացող տարածաշրջանային պատերազմին եւ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա շեշտել է, որ կառավարության գլխավոր առաջնահերթությունը Թուրքիային կրակի այս օղակից հեռու պահելն է։ Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին զգոն լինել սադրանքների նկատմամբ, որոնց նպատակն է երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Էրդողանի այս հայտարարությունը տեղի է ունեցել այն լուրերից հետո, թե իրանական անօդաչու թռչող սարքեր եւ արկեր են մտել Թուրքիայի տարածք։ Իրանական կողմը կտրականապես հերքել է, պնդելով, որ իրենց զինվորականները կապ չունեն այդ սարքերի հետ։ Իրանի արտգործնախարարությունը նախազգուշացրել է հնարավոր կեղծ սադրանքների մասին, ակնարկելով, որ տարածաշրջանում կան ուժեր, որոնք ունեն նմանատիպ գործողությունների հարուստ փորձ եւ փորձում են լարվածություն ստեղծել հարևանների միջև։ Ուկրաինայի ամբողջ տարածքը դառնում է օրինական թիրախ Իրանի հարձակումների համար, X-ում գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին։ Կիևը փաստացի դարձել է պատերազմի մասնակից Իսրայելին անօդաչու թռչող սարքերի աջակցություն տրամադրելու պատճառով։ Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ԱՄՆ իսրայելական կողմը դիմել էր Կիևին հակամարտության ընթացքում օգնություն ցուցաբերել եւ ինքը հանձնարարել էր կատարել խնդրանքը։
At the Department of State, our number one priority is the safety. $10 միլիոն պարգևավճար ու ԱՄՆ-ում վերաբնակվելու հնարավորություն է խոստացել ԱՄՆ դեպարտամենտը նրանց, ովքեր տեղեկություններ կփոխանցեն Իրանի նոր հոգևոր առաջնորդի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 9 բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի վերաբերյալ։ Թիրախային ցուցակում ընդգրկված են Իրանի նորընտիր առաջնորդ Մոջթաբա Խամենեինին, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու ուժային կառույցների առանցքային դեմքերը, այդ թվում ներքին գործերի ու հետախուզության նախարարները։ Վաշինգտոնի պնդմամբ նրանք ղեկավարում են ԻՀՊԿ-ի այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են միջազգային ահաբեկչության կազմակերպմամբ։ Մոջթաբա Խամենեին արդեն հանդես է եկել հայտարարությամբ, խոստանալով շարունակել վրեժխնդրությունը ԱՄՆ-ից եւ Իսրայելից։ از جمله حضور دشمن شکن در مراسم روز قدس مورد توجه Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտնել է, որ Իրանի նոր առաջնորդը վիրավոր է եւ հավանաբար ֆիզիկական լուրջ վնասվածքներ ունի։ Պետդեպարտամենտը կոչ արել տեղեկություններ ունեցողներին կապ հաստատել հատուկ պաշտպանված կապուղիներով, երաշխավորելով նրանց անվտանգությունն ու հնարավոր տեղափոխումը Միացյալ Նահանգներ։ Personnel and resources necessary. تنگی هرمز باز نخواهد شد. Իրանի իշխանության ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ պատերազմի ավարտը բացառապես իրենց ձեռքերում է, սակայն դրա շուրջ քննարկումները հնարավոր են միայն երկու նախապայմանի դեպքում։ Ըստ պաշտոնյայի, Վաշինգտոնը նախ պետք է լիարժեք փոխհատուցի Իրանին հասցված բոլոր վնասները եւ երկրորդ տրամադրի անվտանգության 100%-անոց երաշխիք։ Ռեզային շեշտել է, որ նման երաշխիքներն անհնար են, քանի դեռ ԱՄՆ-ն դուրս չի բերել իր ուժերը Պարսից ծոցից։ Տարածաշրջանում լարվածությունն աճել է նաև լրագրողների նկատմամբ։ Իսրայելից հաղորդող թուրք լրագրողը հայտնել է, որ բնակիչներից մեկը մոտեցել է նկարահանումների ընթացքում եւ բացահայտ սպառնացել, Թուրքիային անվանելով Իսրայելի հաջորդ թշնամին։